Եվ փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։ Սա գիշերով եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Ռաբբի, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է, միթե կարելի է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնվել»։ Հիսուս պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Դու մի զարմացիր, որ քեզ ասացի, պետք է ձեզ վերստին ծնվել, որովհետև քամին ուր ուզում է փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում։ Այսպես է և ամեն ոք, որ հոգուց է ծնված»։ Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Դու ես Իսրայելի վարդապետ և այդ չգիտե՞ս։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. խոսում ենք, ինչ որ գիտենք, և վկայում ենք, ինչ որ տեսել ենք, և մեր վկայությունը չեք ընդունում։ Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ։